Չգիտեմ ինչպիսի տրամադրվածությամբ ես այստեղ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ Աստված ծրագիր ունի քո համար։ Եվ այն որ դու այսօր արթնացար, դա Աստծո ծրագիրն էր, որ դու քո սիրտը բացես Տիրոջ համար եւ թույլ տաս, որ Աստված գործի քո կյանքում։ Այո, դու հավատում ես Աստծուն եւ գիտես նրա ով լինելը։ Սա շատ կարևոր է, բայց պակաս կարևոր չի, որ դու թույլ տաս, որ նա գործի քո կյանքի մեջ եւ ոչ միայն քո կյանքում, այլ քո ամբողջ ընտանիքում էլ։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Եվ այսօր հենց այդ օրն է, որ Աստված գա իմ ու քո կյանքի մեջ, իմ ու քո ընտանիքի մեջ եւ մեր անձերը նորոգի Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ուզում եմ կարդամ Աստվածաշնչից մի հատված, որը գրված է Ովսե մարգարեության գրքի մեջ 14 համարի 14 գլուխ 4-րդ եւ 5-րդ համարներում այսպես է ներկայացվում, որ ամենաբարձրյալ Աստվածը, երկնքի ու երկրի արարիչը, տիեզերքի տիրակալը, այսպես է ասում իր ժողովրդի համար, եւ ասում է, որ ես կներեմ իմ ժողովրդին մեղքերը, հանցանքները, եւ կազատեմ իրանց ամեն գերությունից, եւ կնորոգեմ նրանց խոտորմունքներն ու աբիրվածությունները, կբժշկեմ նրանց ամեն ցավերը, ես ձրի եւ աննախապայման կսիրեմ նրանց, ես ցողի պես կլինեմ նրանց համար, ասում է Տերը։ Գիտես, սա Տիրոջ խոստումն է ամեն հավատացողի համար։ Արաշալի Աստված։ Դες ինչ սքանչելի խոստումներ ունի Աստված ամեն հավատացողի համար։ Մարդ կարա հավատա, որ Աստված գոյություն ունի, բայց կարա արդյոք հավատա, որ այս խոստումները պատկանում է իրան եւ այս պահից սկսած իր խոստումները մենք վայելում ենք մեր կյանքի մեջ։ Ամեն։ Ուրեմն նկատեցինք, թե քանի հստակ զորավոր խոստումներ է տալի Աստված եւ նրանցից մեծագույնն այստեղ ներկայացված է, որ ես ցողի պես կլինեմ նրանց համար եւ ես ձրի կսիրեմ նրանց առանց նախապայմանի։ Երեմիան ասում է, որ Երեմիայի գրքի մեջ Տերն ասում է, որ ես հավիտենական սիրով եմ սիրում քեզ, դրա համար էլ բարուրում եմ քեզ ողորմությամբ եւ գթարատությամբ եւ Աստծո այդ ողորմությունը ու գթարատությունը դա իր շնորհքն է, որ Քրիստոսով հայտնվեց մեզ։ Ցողը դա Աստծո ներկայությունն է։ Ասում է, ես ցողի պես կլինեմ քո համար, ով իմ ժողովուրդ։ Ցողը դա Աստծո ներկայությունն է, եւ քանիսս վայելեցինք այստեղ այս հրաշալի երկրպագության ընթացքում Աստծո ներկայությունը, դա իր խոստումն է։ Ոչ թե նրա համար, որ մենք լավ երկրպագեցինք, ինքը ներկա էր, ոչ, այլ որ ինքը խոստացել է, որ ինքը կելնի եւ ներկա է։ Ամեն, ոչ թե նրա համար, որ դու երեք իրիկում ծոմով աղոթք, ես չեմ անտեսում այդ ամենը, դա կարեւոր է, բայց ամենակարևորագույն բանը կայանում է սրանում, որ Աստված խոստացել է եւ ինքը իր խոսքը կատարում է։ Ինքն ասել է, որ ես ցողի պես կլինեմ, այսինքն ներկա կլինեմ իմ ժողովրդի մեջ։ Ցողը դա իր ներկայությունն է եւ Սուրբ Հոգու օծությունը, ամեն, եւ Երեմիան էլ բարձ շեշտում է, որ Տերն ասում է, որ ես հավիտենական սիրով սիրեցի քեզ։ Քանիսներս ենք վստահ, շարունակեմ, քանիսներս ենք վստահ, որ Աստված մեզ հավիտենական սիրով է սիրում։ Ամեն։ Եվ քանիսներս ենք վայելում իր խոստումքը հիմա մեր կյանքում, որ ինքն ասում է ցողի պես կլինի։ Գիտես, դու կարող ես բույսը ջրես եւ սա բույսի համար կարևորագույն դեր ու նշանակություն ունի, բայց առավել դեր ու նշանակություն ունի այն առավոտյան ցողը։ Երբ որ դու ախտանում ես եւ տեսնում ես այդ կանաչի վրա, հա, բույսի վրա ցողը կա եւ արևի ճառագայթներն այդ ցողերը դարձնում են բյուրեղյա եւ հրաշագույն եւ տեսնում ես Աստծո արարչագործությունը այդ ցողի կաթիլների մեջ։ Իր ներկայությունը մեր կյանքում հենց այդպիսի բան է բերում, գոնազարդում է բերում եւ կարեւորություն է մեր կյանքում վայելել իր ներկայությունը։ Ում է պետք այն խոստումները, որ կարդացի սկզբից, կներեմ քեզ, կնորոգեմ քեզ, լավ են, բայց ում է պետք, եթե որպես ցող Տերը ներկա չլինի մեր կյանքում, համաձայն ես։ Լիք մարդիկ կան, որոնք որ նորոգված են, ապահովված են ամեն առումով, բայց չունեն այդ ցողը։ Եվ առանց այդ ցողի, առանց Աստծո այդ ներկայության, որևիցե մեկի կյանքը
արժեք չունի։ Եվ այդպես էր նաև մեր կյանքը ժամանակին, որ իրոք արժեք չուներ առանց Քրիստոսի, բայց հիմա Քրիստոսով Աստված ինքը խոստանում է, որ իմ ու քո կյանքը լեցնում է իր ներկայությունով, Սուրբ Հոգու օծությունով։ Եվ ինքը սիրում է մեզ, ասա, հավիտենական սիրով։ Եվ քանի որ գիտակցում ենք, որ Աստված ձրիա սիրում մեզ առանց նախապայմանի եւ հավիտենական սիրով, ապա մենք վերապրելով այդ սերը պիտի մենք էլ այդպես վարվենք մյուսների հետ, միմյանցս հետ։ Ամեն։ Հələ վերանայի քո ընթացքը, քո սրտիդ խորքում, դու այդպիսի սիրով ես վարվում մնացածի հետ, թե ոչ։ Ուրեմն Աստված, երբ որ այդ ձևով սիրում է մեզ, ինքն էլ պահանջում է, որ այդպես էլ մենք վարվենք միմյանցս հետ։ Նայի կողքինդ, ճիշտ են Աստված սպասում է, որ դու իրան էլ սիրես ձրիաբար եւ հավիտենական սիրով եւ առանց նախապայմանի։ Ամեն, հալելույա։ Ուրեմն երկրորդ Կորինթացիների գրքում ենք առաջի գլուխ 21-22 համարներում Ավետարանը այսպես է ներկայացնում, ասելով, որ Աստված ինքն է մեզ եւ ձեզ Քրիստոսի մեջ հաստատողը եւ օծողը Սուրբ Հոգին մեր մեջ որպես կնիկ ներդնելով։ Ամեն։ Որն էլ մեր երաշխիքն է, լավագույն երաշխիքն է, որ մենք Աստծո բոլոր խոստումների եւ օրհնությունների ժառանգորդն ենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Տեսնում ենք այստեղ հստակորեն ներկայացված է, որ Աստված ինքն է մեզ եւ ձեզ։ Առաքյալը այստեղ առաջի հերթին Քրիստոսի եկեղեցու հայացքը կենտրոնացնում է Աստծո գործի վրա, Քրիստոսի խաչի վրա կատարված գործի վրա եւ Սուրբ Հոգուն օծության, ներգործության վրա, որովհետև կրոնը մարդու ուշադրությունը կենտրոնացնում է մարդկային գործոնի վրա, բայց շնորհքը մարդու ուշադրությունը կենտրոնացնում է Աստծո գործերի վրա, Քրիստոսի խաչի վրա կատարված գործերի վրա եւ Սուրբ Հոգու կատարած գործերի վրա, որ մեր կյանքում ամեն ակնթարթի մեջ կատարվում է։ Ամեն։ Ուրեմն եթե ես ու դու կենտրոնացած ենք նրա վրա, որ լավ հոգևոր ենք, լավ մարդ ենք, չգիտեմ, լավ տեսակ ենք, լավ գիտենք Աստծո խոսքը, լավ պաշտոն ունենք, լավ ծառայություն ունենք, սրա համար չի, որ Աստված շնորհում է մեզ իր սերն ու ողորմությունը, այլ որ ինքն Քրիստոսի խաչի վրա խոստացավ եւ խաչի միջոցով խոստացավ այս ամեն օրհնությունները մեր կյանքում իրագործելու եւ Սուրբ Հոգին հասանելի է դարձնում մեզ։ Առանց Քրիստոսի խաչի ինչքան լավ մարդ ուզում է սեղի կարծիք։ Առանց Քրիստոսի խաչի ինչքան լավ կարող ենք երգենք, մեկը օգուտ չունի, ինչքան լավ կարող ես աղոթես, ծոմ պահես, դու ընդամենը սովաբուժությամբ կզբաղվես, բայց Քրիստոսով Աստծո օրհնություններն առատապես են մեր կյանքում։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք, որ այստեղ կենտրոնացումը Քրիստոսի խաչի վրա կատարված գործերի վրա է, ոչ թե մարդկային գործերի վրա։ Ուրեմն թույլ տուր, որ դու էլ երբևիցե չկենտրոնանաս քո կատարած գործերի վրա, այլ կենտրոնանաս Աստծո։ Եվ դա հենց կոչվում է շնորհք։ Պողոս առաքյալը նաև այստեղ ինքն իրեն, եթե նկատեցիք, ասում էր, որ մեզ եւ ձեզ ինքն իրեն եւ բոլոր առաքյալներին եւ իր հետ եղող եղբայրությանը հավասար է դասում ամբողջ ժողովրդի հետ։ Ինքն իրեն առավել չի համարում, ինքն իրեն յուրահատուկ չի համարում։ Կներեք, ինքն իրեն բեմի մարդ չի համարում, ինքն իրան անձը խոնարեցնելով իր մարդ տեսակը փորձում է պահել Աստծո եւ մարդկանց առաջինը։ Դրա համար ինքն ասում է մեզ եւ ձեզ։ Այսինքն առաքելական ծառայությունը առաջնորդներն ու ամբողջ եկեղեցին համատեղ են Քրիստոսի մեջ, նույն արժեքն ունեն Քրիստոսի մեջ։ Չկա երկրագնդի վրա մեկը, անկախ նրանից հոգևոր ինչ պաշտոն ունի, ինչ կոչում ունի, ինչ առավելություն ունի, չկա որևիցե մեկը, որ Աստծո աչքին առավել գին ունի վճարված այդ անձի համար, քան ամբողջ եկեղեցու համար։ Մենք ամենքս նույն գնով գնված ենք։ Այնպես որ եկեք, որ մենք մեզ
առավել չհամարենք մյուսներից եւ չմեծամտենք թե եթե ես չլնեի ես եկեղեցին Քրիստոսի մարմինն է եկեղեցին լինելով Քրիստոսի մարմինը դա Աստծո ընտանիքն է ամեն ինչպես ամեն մեկիս ընտանիքում յուրահատուկ այսպես մարդիկ չկան այնպես էլ Աստծո ընտանիքում յուրահատուկ մարդիկ չկան բոլորն էլ ընտանիքի անդամների մեջ բոլորն էլ յուրահատուկ են առավել որևիցե մեկը չկա բոլորն են յուրահատուկ այնպես էլ Աստծո տան մեջ իմանում ես հələ նայի կողքինիդ դու ավելի ինչ ես քան որ նա համար վերևից մինային այլ կարևորի նրան լսի նրա ներկայությունը այստեղ կողքինիդ ներկայությունը այստեղ ապահովում է Քրիստոսի ներկայությունը, որովհետև գրված է որտեղ 2-3 հոգի հավաքվեք, ես ձեր մեջ եմ։ Այսինքն ձեր կողքինը նպաստում է, որ դուք լինեք 2-ով կամ 3-ով, եւ դա հենց նպաստում է Աստծո փառքի ներկայությունը ներկայքի մեջ։ Մի անտեսի նրան։ Կողքինիդ անտեսելով դու անտեսում ես Աստծուն եւ իր խոսքը։ Դրա համար լավ կլինի, որ մենք տեղ տանք Աստծո գործին մեր կյանքում, ամեն։ Ուրեմն տեսնում ենք, որ Պողոս առաքյալը շեշտադրում է ասելով, որ Աստված ինքն է մեզ եւ ձեզ Քրիստոսի մեջ հաստատողը եւ օծողը իր Սուրբ Հոգին մեր մեջ դնելով։ Փաստացի կարդում ենք այդտեղ, որ Սուրբ Հոգու կնիքը փաստում է Քրիստոսի մեջ մեր հաստատությունը եւ օծված լինելը։ Ուշադիր ես, Սուրբ Հոգին, որով մենք կնքված ենք, դա փաստում է Քրիստոսի մեջ մեր հաստատված եւ օծված լինելը, կարդակ ու ավետարանում։ Այդտեղ գրված է, որ Աստված է ինքն անում եւ հաստատում է եւ օծում է եւ ինչա գրված է Սուրբ Հոգին կնիքը մեր մեջ դնելով։ Նորից Սուրբ Հոգու կնիքը փաստում է իմ ու քո հաստատությունը Քրիստոսի մեջ եւ իմ ու քո օծված լինելը։ Ամեն։ Ամեն։ Քրիստոսից դուրս օծություն չկա։ Քրիստոսից դուրս կա օծություն, բայց Քրիստոսի մեջ օծություն կա։ Քրիստոսի մեջ օծություն կա, հասկանում ես։ Եվ այստեղ ավետարանն ասում է, որ ինքը Տերն է, Աստված է մեզ հաստատում։ Այնպես որ, եթե դու քեզ հաստատ ես տեսնում Քրիստոսի մեջ, եթե դու քեզ օծված ես տեսնում Քրիստոսի մեջ, դա քեզանից չի, քո գանգուր մազերից չի, կամ այսպես իմացար խուշուչ մազերից չի, այլ գրված է Աստված է դա անողը, Աստված է դա անողը, ամեն։ Մի եղբայր հարցրեցի ինքն իմի տիրոջ մոտ հարցրեցի եղբայր ասեցի ինչ ես այդպես երկար մազեր թողում ես մինչև ապաշխարելս ունեցել եմ ու հետո այսօր եմ ընկել ինքն ասեց եղբայր գրված չի որ մենք պիտի նման լինենք Քրիստոսին ես ասում եմ այդ առումով ես տուժեցին հասկանում ես մենք Քրիստոսի նման լինելը իր Աստված մեզ ստեղծեց իր պատկեր կամ նմանությունը ասել կուզի ոչ թե ինքն ունի երկու անցք, ինքն ունի հասկանում ես ասել կուզեն որ ինքը տեսնել գիտի, ինքը սիրտ ունի եւ ինքը գոհ ունի մեզ ստեղծեց իր պատկերով եւ իմը ասում եմ որ ես քեզ սիրում եմ որովհետեւ դու իմն ես եւ քանի որ քեզ սիրում եմ քեզ բարորում եմ իմ ողորմությունով եւ գթառատությունով դա Աստծո շնորհքն է որ Քրիստոսով հայտնվեց մեզ բայց այս ամենը խաչի վրա կատարված լինելով մենք մեր սիրտը պետք է հնազանդեցնենք Աստծո խոսքին եւ մեր միտքը պետք է նորոգենք Աստծո խոսքով, որպեսզի կարողանանք մենք վերապրենք, ոչ միայն իմանանք կատարվածի մասին, այլ վերապրենք այն ամենը, ինչ որ Աստված արդեն իսկ Քրիստոսով մեր կյանքում արել է։ Ամեն։ Ուրեմն Սուրբ Հոգու կնիքը տեսանք, որ փաստում է մեր հաստատված եւ օծված լինելը եւ հենց Քրիստոսի արյունով փրկագնված լինելով արդեն մենք պատկանում ենք Աստծուն։ Մենք պատկանում ենք Աստծուն։ Մենք մեր անձի տերը չենք։ Ամեն։ Աստված
գնել է մեզ իր որդու Հիսուս Քրիստոսի արյունով փրկագին է վճարել եւ ով որ վճարել է նրան էլ պատկանում ենք ամեն եւ իմ ու քո պատկանելությունը որևիցե մեկից կախված չի ես ու դու պատկանում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատկանում ենք Տիեզերքի արարչին որն էլ մեր հոգիների հայրն է ամեն ուրեմն տեսանք որ Սուրբ Հոգին կնիքը գալով մեր մեջ դա փաստում է եւ հաստատում է որ ուրեմն մենք օծված եւ հաստատված ենք Քրիստոսի մեջ ինչ նշանակում օծել ուղիղ իմաստով նշանակում է նշան անել կնիք դնել յուղ քսել կամ յուղ լցնել ինչ որ մեկի գլխին դա կատարվեց առաջի թագավորաց 16-13-ում Երբ որ ամենակարող Աստված Սամուել մարգարեին ասեց հիշում եք ահա Դավիթը որին ես ընտրել եմ եւ նրա սիրտը ես հավանել եմ ամեն ուշադիր լսին եւ Աստված ասեց իր մարգարեին վեր կաց եւ օծիր Դավթին ես նրան հավանել եմ եւ ես նրան ընտրել եմ լսի երբ որ Սամուել մարգարեն վերցրեց յուղի եղիջուրը եւ գրված է որ յուղը լցրեց Դավթի գլխի այսինքն օծեց գրված է Աստծո հոգին եկավ Դավթի վրա եւ հետագայում Դավիթը գրեց որ ես օծված եմ նոր յուղով ինչի համար այդ օծությունը եկավ Դավթի վրա որովհետեւ գրված է որ Աստված հավանել է Դավիթին Աստված ընտրել է Դավիթին եւ երբ որ օծությունը եկավ իր վրա Աստծո հոգին եկավ իր կյանքում ամեն լսեք ես ինի խոսում եմ մարդկանց հետ որոնք Աստծո հոգին ընդունել են Փաստորեն ես իմի խոսում եմ մարդկանց հետ որոնք հավանված են Աստծո կողմից եւ Աստված հավանել է իրանց սիրտը եւ Աստված ընտրել է իրանց ես խոսում եմ իմի Աստծո կողմից ընտրված մարդկանց հետ դա իմ համար մեծ օրհնություն է հասկանում ես դու պիտի գիտակցես որ Սուրբ Հոգին ուղղակի հետ դրա համար չի եկե որ դու ռտտտ լեզուներ խոսես ու ինչ որ մեկից քեզ առավել համարես դա եկել է եւ փաստում է որպես ապացույց որ դու ընտրված եւ հավանված ես Աստծո կողմից ամեն եւ իմի հարց Եթե քո կողքինն են ընտրված եւ հավանված Աստծո կողմից քաղցր ջան սիրելիս ոնց ասեմ քեզ ինչ ես դու վատ տրամադրված այդ անձի հանդեպ որին Տերն ընտրել է, որի սիրտը Տերը հավանել է, հետո ինչ ոտը տրորել է։ Դրա համար պետք է մենք էլ ճիշտ այդպես վարվենք, ինչպես ինքը Տերը մեր հանդեպ վարվեց, ամեն։ Եվ տեսնում ենք Գործ Առաքելոց 10:38 համարի մեջ, այնտեղ գրված է այսպես, որ Աստված օծեց Հիսուսին, որը Նազարեթիցն էր, օծեց Սուրբ Հոգու զորությունով եւ ասում է, որպեսզի մարդացած Քրիստոսը երկրի վրա գործեր արդյունավետ, գործեր Աստծո փառքի համար եւ գործեր Աստծո կամքի համաձայն։ Լսեք, եթե Հիսուս Քրիստոսը, որը Աստծո որդին էր, կարիք ուներ Սուրբ Հոգու օծությանը, որպեսզի արդյունավետ գործեր, Ինչի ենք մենք շատերս այսօր անտեսում Սուրբ Հոգու օծությունը եւ կարծում ենք, որ մենք մեր մարդկային կարողություններով կարող ենք ինչ-որ բան անել։ Քաղցր ջան, տեսար այն օրներ փորձեցիր չեղավ։ Դա նշանակում է, որ եթե մարդը կարողանար ինքնուրույն ինչ-որ բանի հասնել եւ Աստծո առաջին հաճություն գտնել, Հիսուսը չէր խաչ։ Առանց Հիսուսի որևիցե մեկը Աստծո առջև հաճություն չունի։ Որևիցե մեկը չի կարող Աստծուն հաճելի գտնվի առանց Հիսուսի։ Դրա համար շատ կարևոր է տեսնում ենք, որ Սուրբ Հոգին էր Հիսուս Քրիստոսի մեջ եկավ եւ ասում է Աստված օծեց իրան։ Մարդացած Քրիստոսին օծեց, որ Քրիստոսը երկրի վրա արդյունավետ գործի։ Եվ Աստծո փառքի համար գործի ու Աստծո կամքի համաձայն, ամեն։ Եվ իմի տեսնում ենք, որ Երկրորդ Կորինթացիների 1:21-22-ում Պողոս առաքյալը շեշտադրում է ասելով Աստված մեզ եւ ձեզ
Քրիստոսի մեջ հաստատեց եւ օծեց, որպեսզի այսօր էլ Քրիստոսի եկեղեցին արդյունավետ գործի երկրի վրա եւ Քրիստոսի եկեղեցին Աստծո փառքի համար գործի ու Աստծո կամքին համաձայն։ Դու հարց կտաս ինքդ քեզ եւ կասես հնարավոր է որ մարդը գործի Աստծո փառքի համար, բայց չգործի Աստծո կամքի համաձայն։ Եվ այդ հարցին ես կպատասխանեմ այո, հնարավոր է։ Որովհետեւ Պողոսն էլ, ինչ որ Պողոս առաքյալ դառնալ, Սողոսն էր եւ հետո երբ որ ապաշխարեց ինքն ասում էր մենք գիտենք չէ ինքն ինչեր էր գործել Քրիստոսի եկեղեցու դեմ ասում է մահ էր շնչում եկեղեցու հանդեպ եւ հավատացյալներին բռնադատում էր բանտերի մեջ էր դնում չէ եւ մահվան էր մատնում եւ հետագայում երբ որ ապաշխարեց ինքն ասում էր ես կարծում էի դա անելով զոհ էի մատուցում Աստծո փառքի համար այսինքն մարդը կարծում էր որ Աստծո փառքի համար է գործում բայց Աստծո կամք չէր դրան թե կարծում եք Աստված կամենում էր որ իր եկեղեցին այդպես տուժեր տարապեր բնականաբար ոչ ուրեմն տեսնում ենք որ Քրիստոսը Սուրբ Հոգով օծվեց, որպեսզի երկրի վրա արդյունավետ գործի, Աստծո փառքի համար գործի եւ Աստծո կամքին համաձայն։ Նույն կերպով Քրիստոսի եկեղեցին նույն օծությունով օծված։ Ամեն։ Որ գործի արդյունավետ։ Հիմա հարց տուր քեզ։ Որքանով ես դու գործում երկրի վրա, քարտի ջան։ Այդտեղ լսելի է, չէ՞ դրսում, հա։ Որքանով ես դու գործում արդյունավետ կերպով եւ որքանով ես դու Աստծո փառքի համար գործում եւ հենց Աստծո կամքի համաձայն։ Մի բան որ կանես ու չի ստացվի ու դու կմտածես, դե Աստված միգուցե դա Աստված էր որ չկամեցա որ ստացվեր։ Քարտի ջան, եթե դու ինչ որ մեկին վկայել ես եւ չի ստացվել, հաստատ իմացի որ Աստված կամենում էր որ նա փրկվի, որտեղ գրված է Աստված կամենում է որ բոլոր մարդիկ էլ փրկվեն։ Ուղղակի դու չհաջողվեցիր այդտեղ, ինչի՞, որովհետև մերժեցիր օծությունը Սուրբ Հոգու եւ փորձեցիր մարդկայինորեն գործել։ Այդքան պարզ։ Շատ բարի։ Հովհաննես առաքյալը իր առաջի թղթի մեջ 2-րդ գլուխ 27 համարում շեշտադրում են դասյալ եւ ասում են որ այն հոգին որ դուք ընդունեցիք օծյալից Քրիստոսից եւ այն օծությունը որ դուք նրանից ընդունեցիք ասում է այժմ բնակվում է ձեր մեջ եւ ինչպես որ այդ օծությունը այսինքն Սուրբ Հոգին սովորեցնում է ձեզ նրանում մնացեք նրանով վարվեք ուրեմն տեսնում ենք որ Սուրբ Հոգին որը եկել է մեր մեջ որը բնակվում է մեր մեջ որը մեր համար այդ օծությունն է լավ ինքնակարանում տեսնում ենք որ Աստված ինչ որ մեկին որոծում էր պարտադիր այդ յուղի օծությունը կար, լավ, բայց նոր կտակարանում տեսնում ենք որ օծությունը դա իր ներկայությունն է եւ այդ Սուրբ Հոգու ներգործությունն է մեր կյանքում, ամեն։ Հիմա եթե իրականում նոր կտակարանի մասին եմ խոսում, եթե իրականում նոր կտակարանում լիներ ճիշտ այնպես ինչպես հին կտակարանում որ ուզեինք յուղով օծեինք եւ հաստատեինք բոլորին թագավորներ կոծեինք բոլորին մարգարեներ կոծեինք բոլորին քահանաներ կոծեինք ըստ Սուրբ գրքի հիշում եք հին կտակարանում օծում էին թագավորներ մարգարեներ եւ քահանաներ բայց նոր կտակարանում տեսնում ենք Աստված ինքն օծում է իր ժողովրդին Սուրբ Հոգով իր եկեղեցուն ամեն որովհետեւ եկեղեցին ուղղակի որպես թագավորության քահանայություն է կանչված։ Ամեն։ Ամեն։ Եվ մարգարեական հոգու մեջ է կանչված։ Եվ այդ օծությունը ոչ թե ուղիղ յուղից է գալի, այլ հենց Սուրբ Հոգուց։ Ամեն։ Որը բնակվում է քո մեջ։ Եվ այստեղ ասում է, որ ինչպես այդ օծությունը սովորեցնում են, իսկ մենք գիտենք, որ այդ օծությունը ինչպես պիտի սովորեցնի, դրսից նոր ուսմունք չպիտի բերի, այլ պիտի ամեն դեպքում մեզ կենտրոնացնի խոսքի վրա, հենց գրված խոսքով է մեզ ուսուցանում, ամեն։ Հալելույա։ Եվ ասում է դրանում մնացեք։ Ինքը Հիսուսն էր, Հովհաննես 14-ում աղաղակում էր ասելով, որ աշակերտներին էր հասանելի դարձնում, որ մխիթարիչը, խորհրդատուն, ճշմարտության հոգին, Սուրբ Հոգին կգա ձեր մեջ եւ ինչ հավիտյան ձեր հետ կբնակվի։ Նա ձեզ կսովորեցնի
ճշմարտության մասին։ Նա ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ որ ես քեզ ասել եմ, ձեզ ասել եմ։ Ամեն։ Սուրբ Հոգու դերը մեզ ուսուցանելն է եւ մեզ հիշեցնելն է։ Եվ ասում է նա ձեզ կառաջնորդի ճշմարտության մեջ։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ հիմա Հովհաննես Առաքյալը շեշտադրում է ասելով այդ հոգին, որ այդ օծությունն է, որ եկել է ձեր մեջ բնակվում է, նա ձեզ ուսուցանում է։ Մնացեք այդ ուսուցման մեջ։ Եվ իմի հարց տուր ինքդ քեզ, որքանով ես դու մնում Սուրբ Հոգու այդ ուսուցման ընթացքի մեջ։ Ալավ ինքը քո մեջ բնակվում է, բայց դու իր ուսուցման, ճշմարիտ ուսուցման մեջ մնում ես, որովհետև Սուրբ Հոգին եկել է եւ մեզ առաջնորդում է ճշմարտության մեջ։ Իսկ ի՞նչն է ճշմարտությունը կամ ով է ճշմարտությունը, եթե ոչ ինքը Հիսուս Քրիստոսն, ամեն, որի միջոցով մենք ամենքս ճանաչեցինք եւ արտոնություն ունեցանք Հոր ներկայությունը վայելելու։ Առանց Հիսուսի որևիցե մեկը ճշմարտապես չուներ իր սրտում ճանաչողություն Հոր նկատմամբ։ Ամենքը իրենց հերթին, իրենց ժամանակին եկան եւ Հոր բնությունը ներկայացրեցին, բայց գրված է, որ միայն Քրիստոսը, որ Հոր ծոցից էր եկած, ճշմարտապես ներկայացրեց Հոր ով լինելը, եւ Հիսուսն ասում է. «Հայր, ես քո անունը ճանաչեցրեցի նրանց, որ նրանք մեկ լինեն, ինչպես ես ու դու, եւ այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց վրա լինի»։ Ամեն։ Հալելույա։ Եվ ճշմարտությունը դա ինքը Աստծո խոսքն է, որի միջոցով մենք սրբվում ու մաքրվում ենք եւ որի միջոցով էլ մենք ճանաչում ենք Աստծո ամբողջական կամքը մեր կյանքի մեջ եւ ընդհանրապես ամեն հարցի շուրջ։ Ճշմարտությունը դա նաեւ ինքը Սուրբ Հոգին է, որով մենք առաջնորդվում ենք դեպի ճշմարտություն։ Եվ իմի այստեղ բարձ ներկայացված է, որ Սուրբ Հոգին ինչի համար է եկած մեր կյանքում։ Կարդում ենք Հռոմեացիների 8 գլուխ 15-ից 17 համարներում։ Աստծո Հոգին մեր մեջ բնակվելով մեզ առաջի հերթին ազատում է ամեն տեսակ գերությունից, կապանքներից ու տանջանքներից, ամեն վախերից ու սարսափից ազատում է եւ մեզ Աստծո որդիներ է դարձնում։ Սուրբ Հոգին եկել եւ բնակվել է մեր մեջ, ամեն, եւ հենց իր բնակության շնորհիվ մենք ազատվում ենք ամեն անաստվածային իրավիճակներից եւ կոչվում ենք Աստծո ժառանգներ։ Եվ որ հիմա արդեն քո մեջ է Սուրբ Հոգին, եւ այդ գործունեությունը ինքն անում է, եթե թույլ տաս ինքը քեզ կազատի։ Եթե արգելք հանդիսանաս, ինքը բռնությամբ չի գործի քո կյանքում։ Դրա համար լավ կլինի, որ հանձնվես Սուրբ Հոգուն, ասես, որ ես սպասում եմ Տեր, ես փափագում եմ Տեր, ես ապավինում եմ քեզ Տեր, այսօր, հիմա գործիր իմ կյանքիս մեջ։ Ինչի համար, որ դու ներդրված ես իմ սրտում, գործիր Տեր Հիսուսի զորավոր անունով։ Եվ կտեսնես, որ Սուրբ Հոգին մեկ ակնթարթում կիրականացնի այն ամենը, ինչ որ մարդը իր ամբողջ տարվա ընթացքում չի կարող իրականացնել։ Դրա համար եթե ինչ որ բաներից ուզում ես ազատվել, իբր թե ուզում ես, բայց հետո վկայում ես, թե ես չեմ կարող, ուզում եմ, բայց չեմ կարող, չեմ հավատում դրան։ Չեմ հավատում, որ մարդն ուզենա ազատվի եւ Աստված չկարողանա իրան ազատել։ Կներես կապ չունի ինչ գերության մեջ ես։ Մի եղբայրն ասում էր, որ ես Տիրոջն աղաղակում եմ եւ ասում եմ. «Տեր, ազատիր ինձ այս սիգարետից»։ Ես եղբայրների մոտ մենակ սիգարետը չի, ուղղակի կամ մենակ այս եղբայրներին չեմ ուզում մատնանշեմ, շատ քուրերել կա, չէ, սիգարետի հետ կապ չունեն քուրեր, դե ուրիշ բաների հետ, բայց օրինակն եմ ասում, որ այս եղբայրն ասում էր, բայց Տերը չի ազատում ինձ։ Ասում եմ, այ օրինակ ինչ ես կարծում, ինչի չի ազատում քեզ։ Միգուցե Տերն ուզում է, որ ես մնամ դրա մեջ, չէ, դու ես ուզում։ Ասա դու ես ուզում։ Տերն ասում է, ես կազատեմ քեզ։ Ուղղակի ասում է, կազատեմ քեզ քո թշնամիներից։ Նշանակում է սիգարետը դու դեռ քո թշնամին չես համարում։ Այն ինչ որ համարես քո թշնամին, իհարկե ես չեմ ասում, որ եթե ընտանիքի անդամին համարես քո թշնամին, Տեր ազատիր ինձ ես ընտանիքի անդամներից, չէ։ Այդպեսի բան չկան։ Թշնամին պիտի իմանաս, որ աշխարհն է, աշխարհի ներգործությունն է,
սատանան է եւ սատանայի ամեն ներգործություններն, ամեն։ Ինչ-որ մեկը իր քննական հարցի մեջ ավելացրել էր 4-րդ թշնամին, զոնքաչ։ Կտրվեց քննությունից։ Շատ լավ։ Գիտենք, որ Աստծո խոսքը մեզ բացահայտ ներկայացնում է, որ մենք քանի թշնամիներ ունենք, չէ՞, ասեցի, որ սատանան, աշխարհը եւ մարմնի ցանկություններն, ամեն։ Եվ մարմնի ցանկությունների հետաքննությունը դուք կարդաք, այնտեղ Պողոս Առաքյալը 17 այսպես անվանումներ ա տալի, եւ դե դոստում է, որ կարալ մի 117 երելներ ու գրում է, եւ սրանց նման շատ բաներ։ Ուրեմն այն ինչ որ Աստծո սրտին հաճելի չի, դա մարմնի ցանկությունն է եւ Աստված ուզում է քեզ դրանից ազատի։ Դա բնավորությանդ գծի մեջ կարա լինի, դա սովորությանդ մեջ կարա լինի, դա սկզբունքներիդ մեջ կարա լինի, դա ժառանգական կապերիդ մեջ կարա լինի, բայց Տիրոջ խոսքն ասում է, որ ինքը Տերը պատրաստ է քեզ ազատելու ամեն կապանքներից, ամեն գերությունից։ Լսի քաղցր ջան, այն ինչ որ քեզ թույլ չի տալի երջանիկ զգաս քեզ քո ընտանիքում, քո անձնական կյանքի մեջ, դու գերված ես, կապված եւ տանջանքների ենթարկված, թույլ տուր որ Սուրբ Հոգին այսօր լինի այստեղ քեզ ազատի այդ ամեն գերությունից ու կապանքներից։ Հալելույա, հալելույա։ Ինչ որ մեկը շտապում ատուն գնալու տեսնի ազատվածա թե չէ։ Շատ բարի։ Եվ այդտեղ շարունակում ենք Հռոմեացիների 8:15-ից ենք կարդում եւ 16-ն ասում է Սուրբ Հոգին ինքը տեսանք որ եկավ մեզ ազատեց եւ մեզ կոչեց Աստծո ժառանգներ, չէ՞։ 16-ը Սուրբ Հոգին ինքը հաստատուն եւ համոզիչ վկայություն է տալիս մեր հոգու մեջ, որ մենք Աստծո որդիներն ենք։ Քաղցր ջան, ինչ որ մի հովիվ քեզ չհամոզեց, ինչ որ մի քարոզիչ քեզ չհամոզեց, ինչ որ մի մարգարե քեզ չոծեց որպես Աստծո ժառանգ, համաձայն ես։ Սուրբ Հոգին եկավ քո մեջ որպես Աստծուց տրված օծություն։ Ուշադիր եք, չէ՞։ Եվ ինքը վկայեց քո հոգուն, վկայել է քո հոգուն, դու Աստծո ժառանգ ես, Սուրբ Հոգին է վկայել։ Սուրբ Հոգուն ինչ որ մեկը չէր կարա դրթեր ու ասել, ասա այս բանն էլի, ասա միան էլի, չէր կարա դրթեր։ Սուրբ Հոգին գործում է Աստծո կատարյալ կամքի համաձայն։ Եվ եթե Սուրբ Հոգին վկայել է քեզ, որ դու Աստծո ժառանգն ես, ուզում է ամբողջ աշխարհն էլ հակառակ բան վկայի, մի հավատա քաղցր ջան, ընդունի միայն Սուրբ Հոգու վկայությունը, ամեն։ Եվ վկայությունը ոչ միայն որդեգրության առումով, այլ վկայությունը ամեն ընտրության առումով։ Դուք մտածես, այս որ ասում եմ ընտրություն, մենակ երիտասարդներին չեմ ասում։ Դուք մտածես ընտրես, օրինակ այսօր էսի հագնես, թե ինի հագնես, այս խանութ մտնես, թե խանութը մտնես, այս հարևանի տուն գնաս, թե հարևանի տուն Սրա տուն քանդես, թե նրա տուն չէ։ Այսինքն թե որ ճանապարհով գնաս, դու պիտի թույլ տաս, որ Սուրբ Հոգին քեզ մղի եւ ընտրես այն Սուրբ Հոգու մղած ընթացքը։ Համաձայն ես։ Իսկ դրա համար պետք է հնազանդվես Քրիստոսին։ Հնազանդվես Աստծո խոսքին։ Ոմանք ասում են, ես չեմ առաջնորդվում Սուրբ Հոգով։ Գիտես ինչն է բացակայում, մեկ բառ է կոչվում՝ հնազանդություն։ Հնազանդության բացակայության դեպքում չկա առաջնորդություն։ Դրա համար հնազանդվես կտեսնես առաջնորդություն։ Որովհետև Սուրբ Հոգին օրինակ քեզ առաջնորդում է ներելու, սիրելու եւ այդ կապանքները քանդելու եւ դիմացինիդ էլ ընդունելու որպես Աստծո ժառանգ, բայց քանի որ քո սիրտը այսպես յուրահատուկ է, այսպես ասած, քանի որ քո սիրտն այսպես ցնծում է փառքերից, այսպես դրթված, փառքի բարձրունքում, դրա համար չես կարող հնազանդվես եւ ներես ու սիրես, բայց այնինչ Աստված սպասում է քեզ, կայացրու այդ որոշումը, այսօր, ամեն, իջի փառքի բարձրունքից, թույլ տուր Տերը տիրի քո կյանքում եղող ամեն փառքերի վրա, ամեն, Երեմի 17-ը, ես էի ուզում կարդայի, ուրեմն
Քանի որ տեսանք, որ Սուրբ Հոգին եկավ մեր մեջ, ազատեց մեզ եւ մեզ Աստծո որդիներ կոչեց եւ մեր մեջ վկայեց, որ մենք Աստծո որդիներ ենք եւ մենք հավատացինք 17-ը։ Ուրեմն լինելով Աստծո որդիներ, նշանակում է, որ մենք Աստծո օրհնությունների եւ բոլոր խոստումների ժառանգորդն ենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ալելույա։ Ամեն։ Նա կասա ամեն սիրտասովորել։ Հրաշալի Աստված։ Իրոք Աստված ուզում է, որ ես ու դու գիտակցենք, որ լինելով Աստծո ժառանգը ինքն էլ մեր հայրն է, չէ որ հայրերն են որդկանց համար ժառանգություն պատրաստում, ոչ թե որդիները հայրերի։ Եվ իմի այստեղ լինելով որդին երկնային հոր ժառանգը, մենք գիտենք այնինչ որ հայրը խոստացել էր եւ օրհնություն էր պարգևել Աբրահամին, այդ բոլոր օրհնությունները վերաբերվում են մեզ, պատկանում են մեզ, կարդա Աբրահամին խոստացված ամեն խոստմունքներն ու օրհնությունները եւ մի ասա երանի ինձ էլ լիներ, դու ասա փառք ես Տեր, որ այդ ամենը ինձ էլ է պատկանում եւ իմ ամբողջ սերունդներին են, ամեն, որովհետեւ Հիսուս Քրիստոսը հենց սրա համար խաչահանցն առավ։ Գաղատացիների 3:13-14 ասում է Հիսուս Քրիստոսը իր խաչի մահով, իր սուրբ ու պատվական արյունով մեզ գնեց օրենքի անեծքիցը, նպատակն ասում է որպեսի Աստծո բոլոր խոստմունքներն ու օրհնությունները, որ Աստված խոստացավ Աբրահամին, մերը լինեն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աբրահամի ամեն խոստմունքներն ու օրհնությունները, որ խոստացել է, դա պատկանում են Հիսուս Քրիստոսին հավատացողներին։ Նայեք դա ավետարանն է փաստում։ Ամեն։ Եվ երկրորդ գլուխ Գործարքելոց երկրորդ գլուխ 38 համարի մեջ Պետրոսը քիչ առաջ որ լցվել էր Սուրբ Հոգով եւ ինքը սկսել էր լեզուներով խոսել եւ այնտեղ հավաքվածների մեջ կային նաեւ Հայաստանից գնացած մարդիկ եւ Պետրոսը այսպես խոսում էր ու ասում էր, որ Սուրբ Հոգին, որը խոստացված է Աստծո կողմից, Սուրբ Հոգին պատկանում է ձեզ եւ ձեր սերունդներին են։ Ուրեմն տեսնում ենք Հիսուս Քրիստոսի խաչելության նպատակը, որ ինքը խաչվեց, որպեսզի խոստմունքները պատկանան մեզ եւ ասում է, որ մենք հավատքով, ասա հավատքով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։ Քանիսներս կարիք ունենք որ այս խոստացված Սուրբ Հոգին գա մեր մեջ եւ ոչ միայն ուղղակի իր ներկայությունը, այլ իր ամբողջ օրհնություններով հանդերձ։ Եվ մենք ընկալենք, որ մենք ենք այն ժառանգորդները եւ ժառանգագիցները Հիսուս Քրիստոսի, որ Աստված ունի ամեն իրեն հավատացողների նկատմամբ։ Եվ որտեղ Տիրոջ Հոգին է, ասացի, այնտեղ ազատություն է։ Ուրեմն հավատքով ենք ընդունում Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին Աստծո խոստմունքն է ամեն հավատացողի համար։ Քանիսներս ենք հավատում, որ այսօր հիմի այստեղ այս երկրպագության ընթացքում, որ արդեն մեզի կօգնեն Փարաբանության խումբը, որ երկրպագենք, եւ այս երկրպագության ընթացքում քանիսներս ենք հավատում, որ Սուրբ Հոգին կգա եւ կլեցնի մեզ։ Ասում է Հիսուսը խաչվել է, որ խոստմունքներն ու օրհնությունները մերը լինի եւ հաջորդը որ հավատքով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։ Աստված առատապես հեղեղի պես թափել է իր հոգին ամեն հավատացողի վրա։ Մնում է որ մենք ընդունենք այդ անհավատության հովանոցներն ու անձրևանոցները վերցրու քո վրայից։ Թույլ տուր որ հավատքով Աստծո խոսքը կատարվի քո կյանքիդ մեջ։ Դու մի ասա ես այսքան տարի հավատում եմ, դատարկ հավատքը որևիցե արժեք չունի։ Իդեպ ասեմ, գրված է դևերներ են հավատում, մեծ բան չենք անում, քաղցր ջան, որ հավատում ենք, որ Աստված կա, բայց եկեք որ հավատանք, որ այս օրհնություններն ու խոստմունքները պատկանում են մեզ, եւ մենք հիմա այսօր այս պահին բացում ենք մեր սրտի դուռը այս ամբողջը մեր կյանքում ընդունելու, որովհետեւ ըստ Աստծո խոսքի քեզ է պատկանում, Աստծո բոլոր օրհնություններն ու խոստմունքները պատկանում են քեզ եւ քո սերունդներին
Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, քանի որ Հիսուսը խաչն անցավ, հենց այս նպատակի համար։ Ուրեմն եկ այսօր քո սիրտը բաց Տիրոջ առաջին, եւ եթե որոշակի արգելքներ ես տեսնում, անհավատության, աննազանդության, այսօր այդ ամենը բեր Տիրոջ ոտքերի առաջին եւ թույլ տուր, որ Տերը խափանի այդ ամեն արգելքները քո կյանքից եւ քո ընտանիքից Հիսուսի զորավոր անունով ամեն եւ ամեն